այդ ծրագրի սահմանը գծած, այստեղ մենք որևէ նորություն չունենք, այսինքն որևէ սա բաց տվյալ է, մենք հիմնվել ենք բացառապես դրա վրա։ Եվ հիմա խնդրում եմ արդեն ևս մենք քայլ առաջ գնանք։ Սա միջադեպի տեղն է, որ մենք արձանագրել ենք, ընդ որում ասեմ ձեզ, մենք նաև առանձնազրույցներ ենք ունեցել զինված ուժերի ներկայացուցիչների հետ։ Սա գյուղն է, որը պատկերված է Հայաստանի կողմից, այսինքն տեսնում եք, որ բացառապես քաղաքացիական նաև բնակչություն է։ Սա գյուղը ադրբեջանական կողմից, այստեղ մենք եւ այստեղ մի բան ասեմ, դրոշները, որ դրված են եւ դրոշները ադրբեջանական, սրանք որևէ այսպես նպատակ չունեն հատուկ ճշգրտված մետրերով, ես դա չեմ հետապնդում այդ նպատակը, բազմապես պայմանական նշված են որպես այլ երկիր եւ որպես մեր երկիրը։ Հիմա ես կարծում եմ միջադեպի հետ կապված արդեն, սա տեսեք արդեն առանձնազրույցների արդյունքում մեր բարձրած միջադեպի կոնկրետ վայրն է, մոտավորապես տեսեք, սա մենք ինցիդենտ մենք որպես մեր գործընկերների համար այս տեղադրել ենք եւ այստեղ մեր հայ զինվորներն են եւ ադրբեջանական բանակի զինվորը, բայց ուզում եմ նշել, որ դարձյալ սա մեր առանձնազրույցների արդյունքներն են, մեր ներկայացուցիչը հասկանալի պատճառներով սահմանային այդ կոնկրետ վայրում չի գտնվել, որտեղ միջազգային կանոններն են պահանջում, եթե անվտանգության հետ կապված հարց կա, ապա այդ դեպքում մենք պարտավոր ենք հետևել կոնկրետ անվտանգության կանոնների։ Այդ ժամանակվա անվտանգության կանոնները թույլ չեն տվել, որպեսզի մեր ներկայացուցիչը լինի այդտեղ, եւ մենք նաեւ իհարկե իրականացրել ենք առանձնազրույցների արդյունքում։ Հիմա մյուս մեր արդեն սրանից հետո եկողը սա արդեն գյուղն է, Չինարի գյուղը ամբողջությամբ կոնկրետացված եւ այստեղ մենք պայմանական նշել ենք այս օրերի այն թիրախները, որ եղել են, ընդ որում ասեմ ձեզ, մեր աշխատանքները ցույց տվեցին, որ դրանք եղել են թիրախային հարձակումներ, այսինքն կոնկրետ ուղղված են եղել այդ բնակիչների բնակավայրերի ուղղությամբ եւ բնականաբար մտադրությունն էլ ակնհայտություն է տալիս կյանքին եւ առողջությանը վնաս հասցնելու։ Հիմա սա առաջնահերթ մենք հիմա կենտրոնանանք առաջին այս գծի պայմանական, որ մենք դրել ենք անվանումը, երկրորդ միջադեպը կամ ինցիդենտը, սրանք ամսաթվերը տների կոնկրետ դեպքի ամսաթվերն են, սա մեր երկրորդ միջադեպն է եւ պայմանական մենք մի քանի բացապես տուն ցույց տվենք նկարները, մենք այստեղ ունենք իրական նկարներ, խնդրում եմ մի քանիսը ցուցադրեմ։ Սա օրինակ մեր տներից մեկն է եւ տեսեք, մենք մի հատ հատուկ սկզբունքով, որպեսզի իդենտիֆիկացումը ճիշտ գնա, մենք հիմա պատկերում ենք, որ բոլոր պատկերները արված են, բոլոր նկարները, լուսանկարները բացառապես մեր հետ աշխատող մեզ առանձնազրույց մեզ հետ ունեցած մարդկանց համաձայնությամբ եւ նաեւ ես ինչպես արդեն ասացի, շնորհակալ եմ նաեւ գյուղապետարանին եւ գյուղապետին, ով անընդհատ մեր հետ աջակցում էր այս աշխատանքների իրականացմանը։ Ես խնդրում եմ իջնենք ուղղակի ներքև, պարոն Բարեն։ Եվ տեսեք, այստեղ այս պարզը, որը արկի ներքերով է, հիմա մի քիչ ավելի ներքև որիշն են եւ յուրաքանչյուր լուսանկար իր հատուկ վերնագիրը թվագրում ունի, եւ տեսեք այստեղ ցույցադրված է եւ սա ուղղակի օրինակ է, մենք շատ ունենք այս լուսանկարներից, եւ միջազգային գործընկերները կստանան։ Պարզապես սա հիմա ներկայացնել։ Եվ տեսեք արկի այսպես մնացորդը, որ մնացել է պատի մեջ։ Այսինքն սա ակնհայտ է, որ ոչ թե ինչ որ անցք է արված, ես չգիտեմ, կամ այլ նպատակով, ակնհայտ վկայում է դրա մասին։ Հիմա ևս մեկ տուն երևի կարծում եմ ցույց տան եւ անցնենք մյուսին։ Սա է դարձյալ էլի այդպես մեր փաստահավաք աշխատանքի արդյունքն է։ Հիմա ես կարծում եմ արդեն մենք էլի ունենք տարբեր, պարզապես արդյունավետությունից ելնելով հիմա ես կարծում եմ հաջորդ միջադեպին մենք կգնանք։ Հունվարի 3-ին, ինչպես արդեն նշեցի, թիրախային հարձակումներ են եղել մանկապարտեզի եւ դպրոցի ուղղությամբ։ Ընդ որում եղել են, ինչպես արդեն դարձյալ ես ասացի, ժամը 18:05-ից մինչև 19:00։ Հիմա սա մենք մանկապարտեզն ենք, եւ սա դպրոցն է։ Հիմա դպրոցի վրա կարծում եմ այդ դպրոցը մենք կդիտենք, նկարները վնասված, որը մենք ունենք, դարձյալ էլի աշխատել ենք այնպիսի նկարներ ընտրենք, որոնք Սա մեր միջադեպ 3-ն է, պայմանական այդպես մեր միջադեպերով առանձնացրել ենք այս օրերի, որպես նաև մեր միջազգային գործընկերները ճիշտ հասկանան եւ խնդրում եմ նկարները սա դպրոցն է, մենք հատուկ այնպես ենք անում, որ ոչ մարդկանց իդենտիֆիկացնելու հնարավորություն ունենան այդպես, ոչ էլ դպրոցը այս կողմից եւ այս պատի կողմից, որը ենթարկել է կրակահրթի, եւ հիմա դուք կտեսնեք, սա ամենահարմար ուղղակի պարզապես շատ ավերևացող
Տերևերից ճյուղերից այն կողմ մենք էլի մանրամասն